Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառի Մութաֆյանն եմ, կարևոր է նախ համառոտ։ Կարմիր խաչը պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում, ինչ է հայտարարել կառույցը։ Ընդդիմադիր պատգամավորները հանձնաժողովների նախագահներ խորհրդարանում ընտրություն է տեղի ունեցել, ովքեր են ընտրվել։ Ճամբարակի ողբերգական վրաերթը, ինչու զինվորները զորամասում չէին, ինչ է տեղի ունեցել վրաերթից հետո։ Վայոց ձորի ուրվականն այցելել է Ագարակաձոր, ինչ են պատմել բնակիչները։ Գաղտնի առաջարկ Իրանից Իրաքին, մանրամասներ են հայտնի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է իր մարդասիրական առաքելության շրջանակում հանդես գալ որպես չեզոք միջնորդ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին այցելելու հարցում։ Սպուտնիկ Արմենիայի մեր գործընկերներին Հայաստանում կառույցի պատվիրակության հաղորդակցման եւ հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ դրա համար պետք է լինի համապատասխան դիմում եւ հարցը համաձայնեցվի ներգրավված կողմերի հետ։ Կարմիր խաչի ներկայացուցչի խոսքով Ադրբեջանում կոմիտեի պատվիրակության բացակայության պատճառով երկխոսություն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր գրասենյակի մակարդակով։ Իսկ քաղաքական ռիսկերի եւ միջազգային առևտրի հարցերի ամերիկացի փորձագետ Դարեն Սփինքի կարծիքով Թրամփը կարող է նպաստել հայ գերիների ազատ արձակմանը։ Փորձագետի տեսակետը հրապարակվել է Washington Times-ում։ Նա համոզված է, որ նման քայլը ոչ միայն մարդասիրական նշանակություն կունենա, այլև կուժեղացնի Թրիփի նկատմամբ վստահությունը, ցույց տալով, որ նախագիծը կապված է ոչ միայն տնտեսական եւ տրանսպորտային գործակցության, այլև երկարաժամկետ խաղաղության եւ հաշտեցման հետ։ Իսկ խորհրդարանի օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցներ։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Լիանա Մանուկյանն ընտրվել է ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Քվեարկությանը մասնակցել է 96 падգամավոր, 57-ը կողմ են քվեարկել, 39 դեմ։ Նախքան քվեարկությունը Մանուկյանը ներկայացրել է իր առաջնահերթությունները, ընդգծելով հատկապես պետական բյուջեի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն։ Իսկ ելույթին կրկին հաջորդել են իշխանության եւ ընդդիմության փոխադարձ մեղադրանքները։ Երբ որ հանձնաժողովների թվաքանակի հարց էր քննարկվում, ես առաջարկեցի ստեղծել ոչ թե առավելագույն թվով 12, ոնց որ առաջարկում էր, այլ 6 հանձնաժողով։ Դե մարդիկ չեն ուզում լսեն։ Ես որում ինչն էի հաշվի առել, եւ հանձնաժողով, եւ ֆինանսական բաղադրիչ, ինչքան փող կտնտեսի մեր պետությունը, եւ հանձնաժողովների նախորդ գումարման ազգային ժողով ունեցած ծանրաբեռվածությունը, հանձնաժողովների միջև աշխատանքի հնարավոր ռացիոնալ հավասարաչափ բաշխումը, ինչպես նաեւ ժամանակի տնտեսումը։ Ասենք պատկերացրեք, եթե ընդունված լիներ այդ առաջարկը, մենք վաղուց էինք հիմա ավարտել հանձնաժողովների ձևավորումը եւ անցել էինք ոչ միայն իրավունքի ուժով սահմանված օրակարգի, այլ նաեւ օրակարգային այլ հարցերի առաջ։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ, ասենք, այս ամեն ինչը, այս ձևի ձգձգելու է սաբոտաժի իմաստը ո՞րն է։ Պատրաստի տեխնացուներին առաջադրած մարդիկ ընդամենը առանց քաղաքական որևէ բացատրություն, հիմնավորում տալու, չեն ընտրում, ասում է, չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով։ Բերեք այնքան այս հարցերը քննարկենք, չենք ուզում իրան այստեղ տեսնենք, տենց է ստացվում։ Օրինակ ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը։ Թե դուք ինչի չեք ուզում այդ մարդը գասի, ես չեմ հասկանում։ Իր հեղինակությամբ, իր գործնեությամբ դուք եք նստել, եք չեք ուզում ինքը գասնել։ Բա կառավարությունը պիտի գա որ մենք աշխատենք, բա մենք այդ կառավարությանը պիտի վերահսկենք։ 16 նիստալ իրանք ստեղ չեն եկել։ Իհարկե այդ պոզիցիայի մեջ որոշ դրական էլեմենտներ կարելի է նկատել, բայց շուտ է։ Դա մենք պիտի ի վերջո այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն այստեղ գա Սամվել Կարապետյանը։ Բայց առայժմ շուտ է, գոնե մի անգամ ծրագիր ներկայացնելու հնարավորություն պետք է ստեղծել, նոր հեռացնել։ Դուք մի քիչ առաջ եք ընկել իրադարձություններից, խափանում եք նույնիսկ դրա մուտքը ազգային ժողով։ Այսօր մենք որոշում ենք շատ ավելի կարևոր հարց։ Որոշում ենք Հայաստանի խորհրդարանում վերահսկողությունը ի վերջո պետք է լինի իրական, թե ձևական։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը ազգային ժողովի ամենակարևոր հանձնաժողովներից է։
Այստեղ են քննարկվում պետական բյուջեն, հարկային քաղաքականությունը, պետական պարտքը, պետական փոխառությունները, բանկային համակարգը, ֆինանսական շուկաները, աուդիտը եւ պետական ֆինանսների կառավարման ամենազգայուն հարցերը։ Այսինքն, այստեղ քննարկում է ոչ թե պարզապես պետության փողը, այլ քաղաքացու փողը։ Լինելով իշխանության մաս եւ շատ կարեւոր, եթե ընտրվեք հանձնաժողովի նախագահ, ո՞նց եք տարբերակելու այդ դպրոցը կառուցվում է մեր երեխաների համար, թե ինչպես ձեր առաջնորդն էր ասում, այդ դպրոց մանկապարտեզները ծառայելու են մի քանի 100,000 ադրբեջանցիների։ Հանձնաժողովում իմ աշխատանքը կառուցելու եմ այն տրամաբանությամբ, որ դպրոցը կառուցվում է հայ երեխաների համար եւ դպրոցի շահառուները հայ երեխաներն են, իսկ ինչ վերաբերում է այն վտանգին, որ ադրբեջանցիները գալու են եւ գուցե այդ դպրոցում սովորեն ադրբեջանցի երեխաներ, ես կարծում եմ, որ օրինակ նույն Հակա Սաֆարովյան օրենքը այստեղ ձեր կողմից ընդունելով կչեզոքացնենք այդ ռիսկը։ Երեք Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը, որտեղ մի ամիս առաջ անցկացվել է ընտրություն, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որը անդադար այստեղ ԿՊԱ-կանները վկայակոչում են, պատկանում է Հայաստանին, հայտարարել է ադրբեջանական անվանումով։ Խորշոր հաշվով հայտարարել է, որ Ադրբեջանին է պատկանում։ Ես ուզում եմ մի ձայնագրություն տեսանյութ լսենք ու հետո վերադառնանք։ Խնդրում եմ ուշադիր։ Շատ է խոսում անկլավների մասին։ Մենք օրինակ նայում ենք, մենք մինչև այս պահը ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել։ Հիշում եք մի քանի անգամ կամ ձեզ այս ֆորմատով կամ այլ տեղերում ասել եմ քարտեզը ինչ է, քարտեզը գծագիր է, որ ոնց կարող ես գծել, պետք է իրավական հիմքը նայես։ Եվ մենք այս պահի դրությամբ ինչքան ուսումնասիրում ենք իրավական հիմքերը, անկլավների գոյության իրավական հիմք չենք տեսնում, չենք գտնում։ Մեզ թվում է, որ մենք այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերը ուսումնասիրել ենք։ Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ այդ իրավական հիմքը մենք չենք գտնում։ Շատ է խոսում անկլավներ։ Նիկոլ Փաշինյան 2022 թվական ելույթը կարելի էր վերնագրել «Հետ բերեք հին Նիկոլին»։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հարություն Հարությունյանին։ Այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում նախքան Հարությունյանը խմբակցությունն առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, որը չէր ընտրվել։ Իսկ երկուշաբթիից խորհրդարանը քննարկելու է կառավարության գործունեության նոր ծրագիրը։ Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին դատարանն ազատ է արձակել հենց դատարանի դահլիճից։ Դատավոր Դավիթ Բալայանը որոշել է չկիրառել որևէ խափանման միջոց, համարելով, որ դրա համար որևէ անհրաժեշտություն չկա։ Թեպետ Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմն առաջարկում էր կիրառել 15 միլիոն դրամ գրավ։ Կարծում եմ պատվարժան դատան, որ բոլոր հիմքերը առկա են, որպեսզի պարոն Չալաբյանի նկատմամբ կիրառվի անազատության հետ չկապված խափանման միջոց, ուստի խնդրում եմ, որպեսզի փոխել պարոն Չալաբյանի խափանման միջոցը։ Պատվարժան դատան Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը ընդհանրապես չի հետապնդում խափանման միջոցի օրենսդրությամբ սահմանված նպատակը։ Անհամաչափահար շատ խիստ է, առավել քան խիստ է, նկատի ունենալով նաև Ավետիք Չալաբյանի անձը բնութագրող այն հանգամանքները, որոնց մասին հարգելի հանրային մեղադրողը չի ներկայացել մեղադրական եզրակացության դատարանին, ինչի պարտականությունը ունեցությամբ ուներ։ Տարօրինակ է պաշտպանական կողմի համար, որովհետև այդ անձը բնութագրող հանգամանքների վերաբերյալ վարույթ իրականացնող մարմին հայտնի եղել։ Առնվազն մի քանի անգամ ենք հայտնի դարձրել, այդ թվում Ավետիք Չալաբյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները, որոնք էլի խափանման միջոց ընտրելու, կիրառելու հարցում ունեն էական երբեմն վճռորոշ նշանակություն։ Այս ամբողջ գործը իրականության նենգափոխման դասական օրինակ։
իրականության մենգապորտը։ Երբ դու կարդում ես մեղադրական եզրակացության, այսպես ասած փաստական մասը, հետո նայում ես ինչա դրանից հետևում, հասկանում ես, որ իր մեջ ոչ մի կապ գոյություն չունի։ Տրամաբանական ոչ մի կապ գոյություն չունի։ Եվ ընդհանրապես ասած դուք հարցը տվեցիք գործը պետքա կարճել թե չէ, հասկանում եմ, որ կարճելու այս բանը չկա, բայց ընդհանրապես ասած այս գործը պետքա կարճված լինել վաղուց իրականում։ Որովհետև նորից եմ ասում, նկարագրական մասի եւ եզրակացության միջեւ ոչ մի տրամաբանական կապ գոյություն չունի։ Եվ ընդհանրապես ասած են երկու ամիսը, որ ես անցկացրել եմ ազատության մեջ, ինձ հիմք է տալի ենթադրել, որ ամբողջ գործը նախաձեռնվել է երկու նպատակով։ Առաջինը խափանելու մեր քաղաքական գործունեությունը, չեմ քաղաքականացնում, իսկապես դա է։ Եվ երկրորդը ուղղակի որոշակի թեթև խոշտանգում իրականացնելը, որովհետև այդ բանտի պայմաններում կյանքը խոշտանգում է իրականում նորմալ ցանկացած մարդու։ Այնտեղ նշումներ ակա բժշկական միջամտությունների վերաբերյալ եւ վերջում որքանով հասցրեցի ուսումնասիրել, արձանագրված է, որ առողջության լավացում եւ այլն նման արձանագրումներ են արկա բժշկի կողմից։ Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ պաշտպանության կողմից որևէ հիմնավորում չնշվեց, որ օրինակ տվյալ խնդիրներով պայմանավորված բժշկական միջամտությունը հնարավոր չէ քրեակատարական պայմաններում ստանալը։ Ուստի գտնում եմ, որ պաշտպանության կողմից ներկայացված փաստարկները խափանմիջոցը տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնավոր չեն։ Միջնորդում եմ պատվարժան դատարան մեղադրյալի նկատմամբ խափանմիջոց կալանքը երկարացնել ևս 3 ամիս ժամանակ։ Որոշում կայացնում եմ մեղադրյալ Լավրենտիկ Չալաբյանի նկատմամբ իրավունք խափանմիջոց կալանքը վերացնել։ Գալով ես չէի կարող կանխատեսել արդյունքը։ Չէի կարող կանխատեսել, որովհետև իրավական հարթության մեջ բնականաբար դատավորը ընդունել է իրավաբանության տեսակետից միակ հնարավոր որոշումը, բայց բոլորը գիտեք, որ մեր երկրում միշտ չի, որ իրավունքը գործում է, ուստի նաև ուզում եմ հատուկ անդրադառնամ դատավորի իսկապես դրսևորած արդարամտությանը, նրան, որ նա առաջնորդվել է օրենքով, բնականաբար այս մեղադրանքը քարը քարի վրա չթողելն է, քարը քարի վրա։ Բայց նաև պետք է ասել հետևյալը, ես 2 ամիս բացակայել եմ իմ բնականon գործունեությունից, իմ գործընկերներից, իմ համախոհներից, իմ աջակիցների հետ աշխատանքից, հաջորդ բանը տարածել մի 2 րոպե հանգստանալուց եւ ուշքի գալուց հետո բնականաբար նաև ընտանիքից վերադառնալը այն ամեն ինչին, ինչ մեր կյանքն է, մեր կներեք գործունեությունն է, մեր պայքարն է։ Խափանմիջոց կալանքի վերացումից հետո Չալաբյանը հանդես է եկել ուղերձով։ Նրա խոսքով դատարանի որոշումը կարևոր հանգրվան էր եւ ցույց է տալիս, որ հասարակության դիմադրության ոգին չի կոտրվել եւ հետեւողական պայքարը զուգորդված իրավական եւ քաղաքական հարթություններում ի վերջո իր արդյունքը տալիս է։ Չալաբյանն ընդգծել է, որ պայքարը բնավ չի ավարտվել եւ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանի նաեւ Բաքվի բանտերից դուրս գան բոլոր քաղաքական բանտարկյալները եւ պատանդները։ Իսկ Արցախի մեր հայրենակիցները վերադառնան հայրենիք։ Ճամբարակում զինծառայողների վրաերթի դեպքից հետո ողբերգական միջադեպը օրակարգ է բերել ավելի լայն հարցերի շղթա։ 1 զոհ, 6 վիրավոր զինծառայող, ձերբակալված վարորդ, անսարք տեխնիկայի մասին ահազանգեր եւ մի քանի դեռևս չպարզաբանված հանգամանքներ։ Դեպքի մանրամասները պետք է պարզի քննությունը, սակայն արդեն իսկ առաջանում են հարցեր բանակում անվտանգության, վերահսկողության եւ պատասխանատվության մեխանիզմների մասին։ Այս դեպքը նաեւ նորից ուշադրություն է հրավիրում նույն զորամասում նախորդ ամիս գրանցված ողբերգական դեպքի վրա։ Թեման ուսումնասիրել է Սեդա Մակարյանը։ Ճամբարակում զինծառայողների վրաերթից 1 օր անց հիմնական հարցերից մեկը մնում է անպատասխան։ Ինչու էին 7 զինծառայողները երեկոյան ժամին զորամասի տարածքից դուրս եւ ինչ էին անում այդ ճանապարհին։ Դեպքի վերաբերյալ սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տարբեր վարկածներ են շրջանառվում։ Մասնավորապես տեղեկություններ են տարածվել, թե զինծառայողներին պատժելու նպատակով զորամասից դուրս են բերել եւ ստիպել վազել։ Պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկություններից մեկը, հայտարարելով, որ զինծառայողները հակագազերով չեն վազել։
Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում եւ սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին։ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։ Սակայն այս հայտարարությունը չի պատասխանում հարցին, թե ինչ հանգամանքներում կամ ում որոշմամբ են հայտնվել Զորամասից դուրս։ Վիրավորում ստացած զինծառայողներից մեկի մայրը Լուսինե Թումանյանը սոցիալական ցանցում գրել է, որ իր որդին առողջական խնդիրներ ունի եւ բժշկական փաստաթղթերով ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Իմ երեխան նույնպես այդ 7 զինծառայողների մեջ է։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա նախկինում բժշկական փաստաթղթերով հոդվածավորված է եղել եւ ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Չնայած դրան, դեպքի օրն ընտրվել է մեր կարծիքով ոչ պատշաճ պատժամիջոց, որի հետևանքով երեխայից դուրս են բերել գնդի տարածքից։ Հենց դրանից հետո էլ տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը։ Պահանջում ենք, որ քննության ընթացքում պարտադիր պարզվի, ով եւ ինչ հիմքով է կայացրել այդ որոշումը։ Հաշվի է առնվել արդյոք զինծառայողի առողջական վիճակը եւ սահմանված սահմանափակումները, եւ այդ որոշման ու տեղի ունեցած դեպքի միջև կա արդյոք պատճառահետևանքային կապ։ Մենք ուզում ենք ոչ թե ենթադրություններ, այլ ամբողջական եւ օբյեկտիվ քննություն։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բեռնատարը, որը վրաերթի է ենթարկել զինվորներին, անսարք է, չունի պետհամարանիշ, վարորդը վարորդական վկայական չի ունեցել։ Նա պայմանագրային զինծառայող է, Վահան գյուղի բնակիչ է, ունի 3 անչափահաս երեխա, շուտով 4-րդ երեխան է լույս աշխարհ գալու։ Վահան գյուղի ղեկավարի խոսքով վարորդը մեքենան գործածել է իր կենցաղային աշխատանքներն անելու համար։ Կանոնադրություն ենք սահմանում, թե զինծառայողին անկախ նրանից դա ժամկետային ծառայող է, պայմանագրային է, այդ թվում սպա է, ինչպեսի պատիժներ կարող է սահմանվել պատժաչափեր, նկատողություն, խիստ նկատողությունից սկսած եւ այլն, եւ կանոնադրություն ամբողջությամբ բարձրը կարգավորում են։ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ պետք է պարզվի, թե զինվորներն ինչու են դրսում եւ մանրամասն քննության ենթարկվեն նաեւ ոչ պիտանի տեխնիկայի ճանապարհ դուրս գալու հանգամանքները։ Այդքանից հետո sense դեպք ենք ունենում, երբ որ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են, քիչ չի վարում են, մի հատ էլ բարձում են եւ մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։ Ազգային ժողովի նախկին падգամավոր Տիգրան Աբրահամյանը սակայն նշում է, որ խնդիրները չի կարելի լուծել կադրային ջարդով։ Կադրային փոփոխությունները ըստ իրավիճակի պետք է հասկանալ, թե այդտեղ խնդիր լուծում է, թե խնդիր չեն լուծում։ Այսինքն ոչ թե հարցերն է, որ առասրա կադրային փոփոխությունները հարց չեն լուծում, այլ հարցը նրանում է, թե իրականության մեջ ցանկացած դեպքի հետ կապված ինչպեսի քննություն է ընթանում, իրավիճակի հետ կապված ինչ հանգամանքներ են բացահայտվում եւ ըստ այդմ էլ պատասխանատուների շրջանակ է բարձվում։ Նույն ծառայողական քննությունները, որոնք տեղի ունեն, ինչ են, որոնք դրանք տեղի ունեն, որպեսզի բարձեն իրականում տեղ ունեցած միջադեպերի պատասխանատուները ովքեր են, ինչ հանգամանքներում են տեղ ունեցել եւ այլն, ըստ այդմ էլ արդեն կարելի է հասկանալ, թե ստեղծված իրավիճակում լուծումը որն է։ Համայնքի վարչական ղեկավարի փոխանցմամբ դեպքի պահին վարորդը սթափ է եղել, չի փախել դեպքի վայրից եւ ծանր հոգեվիճակում է եղել, տեսնելով վրաերթի ենթարկված զինվորներին։ Ճանապարհի այդ հատվածը ըստ համայնքի ղեկավարի նոր ասֆալտապատված է, սակայն լուսավորված չէ։ Նրա փոխանցմամբ վարորդը գազալցակայանից տուն վերադառնալիս է եղել եւ մթության պայմաններում չի նկատել ճանապարհին վազող զինծառայողներին։ Ասում է, այրուն լվա զինվորներին տեսել է, սկսել է գոռալ ու լաց լինել։ Վրաերթի հետևանքով մահացած 19-ամյա զինծառայողը զորակոչվել էր ընդամենը 1 ամիս առաջ, հուլիսի 22-ին։ Մյուս 6 զինծառայողներին տեղափոխել են հիվանդանոց։ Պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալներով նրանցից 3-ը հետազոտվել են եւ բժշկական միջամտության կարիք չունեն։ Մյուս 3-ի կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի արդիվ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի առաջին եւ 4-րդ մասերով։ Վարորդը ձերբակալվել է։ Հատկանշական է, որ նախորդ ամիս Ճամբարակի նույն զորամասում հայտնաբերվել էր 20-ամյա Նարեկ Թորոսյանի մարմինը։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտնեց, թե տղան ինքնասպան է եղել։ Սեդա Մակարյանն, Նոնա Գևորգյան, ABC Media։
Արենի համայնքապետարանի խոշոր գնումներից մի քանիսի հաղթող է դարձել 2025 թվականի վերջին հիմնադրված M-Ation ընկերությունը, որի սեփականատերը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանի հայրն է։ 4 մրցույթ 134 միլիոն։ Ինչ ընթացակարգով են իրականացվել մրցույթները եւ ինչ պարզաբանումներ ունեն համայնքի ղեկավարն ու նրա առաջին տեղակալը, ռեպորտաժում։ M-Ation ընկերությունը դեռ կես տարեկան էլ չկար, երբ Արենիի համայնքապետարանից սկսեց միլիոնների պատվերներ ստանալ։ Շինարարական կազմակերպության հիմնադրումից մի քանի ամիս անց 4 պայմանագիր է կնքվել Արենիի համայնքապետարանի հետ ընդհանուր 134 միլիոն դրամ արժեքով։ Ընկերության սեփականատերը Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հայրն է, Խաչիկ Ասատրյանը։ M-Ation-ը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերին։ Առաջին պայմանագիրը համայնքապետարանի հետ կնքել է 2026 թվականի ապրիլին գնիշիկ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման համար։ Պայմանագրի արժեքը 5 միլիոն 400 հազար դրամ։ Միայն հունիսին ընկերությունը համայնքապետարանից ստացել է ևս 3 պատվեր։ Ռինդ եւ Արփի բնակավայրերի ոռոգման ջրագծերի կառուցման համար հայտարարված մրցույթի 2 չափաբաժիններով էլ հաղթել է M-Ation-ը։ Պայմանագրի արժեքը 43 միլիոն 300 հազար դրամ։ Ռինդի ոռոգման արժեքի ցանցի կառուցման մրցույթում ընկերությունը եղել է միակ մասնակիցը։ Այստեղ պայմանագրի արժեքը 59 միլիոն 500 հազար դրամ է։ Եվս 25 միլիոն 600 հազար դրամի պայմանագիր էլ կնքվել է Ռինդում ռեզերվուարի 2 կապտաժների կառուցման եւ խմելու ջրի արտաքին ցանցի մասնակի նորոգման համար։ Այսպիսով, հիմնադրումից ընդամենը մի քանի ամիս անց M-Ation-ը Արենիի համայնքապետարանից ստացել է 4 պայմանագիր, ընդհանուր 134 միլիոն դրամ արժեքով։ Մենք էլեկտրոնային մրցույթ ենք հայտարարում։ Էլեկտրոնային մրցույթը դու չգիտես ով եւ ոչ մեկ չգիտի ով կարա մասնակցի ինչ անի։ Շինարարությունը մրցույթը կայանալուց հետո նոր արդեն բարձրանում է շինարարն ով է մեկով ես ոնց պետք է իմանամ։ Համայնքի ղեկավարի խոսքով մրցույթների ընթացքում իրենք չեն իմացել, որ հաղթող ընկերությունը պատկանում է Մհեր Ասատրյանի հորը։ Ասում է, գնումների գործընթացով զբաղվում են համապատասխան մասնագետները, իսկ համայնքապետի տեղակալը դրանց չի մասնակցել։ Սակայն հարց է առաջանում, այս դեպքում համայնքապետարանում քննարկվել է արդյոք հնարավոր շահերի բախման հարցը։ Հուսիկ Սահակյանի խոսքով սկզբնական փուլում նման քննարկում չի եղել։ Այս հրապարակումից հետո կանչել են բոլորին ասում, իսկապես կարող է շահերի բախում կա, մենք բաներ կա չենք իմացել, ոնց կարելի է այդպես բան, միանշանակ ասում են, որ մենք գործել ենք օրենքի սահմաններում, մենք ոչ մի օրենքի խախտում չենք արել։ Համայնքապետը վստահեցնում է, մրցույթներն անցկացվել են օրենքի սահմաններում, իսկ ընկերության նորաստեղծ լինելու հանգամանքը նրա խոսքով ինքնին խոչընդոտ չէ, եթե այն ունի անհրաժեշտ լիցենզիաներն ու հավաստագրերը։ Մինչդեռ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանն ասում է, ինքը տեղյակ է եղել, որ հայրը պատրաստվում է շինարարական ընկերություն հիմնել եւ մասնակցել Արենիի համայնքի մրցույթներին, սակայն նրա խոսքով կոնկրետ մրցույթների մասին ինքը տեղեկություն չի ունեցել։ Իր տնօրենն է զբաղվում այդ գործընթացներով, ես էլ հիմնական աշխատանքի բերումով քիչ առնչություն եմ ունենում, ասենք հիմնականում մեր գործերի մասով այդքան շատ չենք քննարկում, բայց ձեզ նաև նշեմ, որ տեղեկացված եմ եղել, որ հայրս նախատեսում է բացել շինարարական կազմակերպություն ու մասնակցել համայնքի մրցույթներին, բայց թե որ մրցույթներին այդ արդեն տնօրենն է որոշում այդ գործընթացները արդեն։ Ասատրյանը պնդում է, մրցույթները բաց են եղել, անցկացվել են էլեկտրոնային համակարգով եւ ինքը որևէ ազդեցություն չի ունեցել հաղթողի ընտրության վրա։ Նրա խոսքով, մրցույթի ավարտից առաջ մասնակիցների եւ նրանց առաջարկած գների մասին տեղեկությունը հասանելի չի լինում։ Մհեր Ասատրյանը նաեւ ընդգծում է, իր պաշտոնը չպետք է սահմանափակի հոր օրենքով թույլատրված բիզնեսի գործունեությունը։ Ես իմ հոր գործունեությամբ կաշկանդված չեմ ու նմանապես հայրս էլ իմ գործունեությամբ կաշկանդված չէ, եթե ես այսօր Արենի համայնքապետարան որպես առաջ տեղակալ եմ աշխատում, դա չի նշանակում, որ հայրս որևիցե ուրիշ գործունեությամբ չի կարող զբաղվել։ Համայնքապետն էլ ասում է, եթե երբևէ պարզվի, որ առաջին տեղակալը որևէ կերպ ներգրաված է եղել գնումների գործընթացում, պատրաստ է համապատասխան քայլերի։ Իսկ Վայոց ձորի ուրվականն սկսել է թափառել Ագարակաձորում։ Դիմակավորված անհայտ անձը, որի մասին նախկինում պատմում էին Մալիշկայի բնակիչները, այս անգամ տեսել են Ագարակաձորի բնակիչները։ Գյուղացիները պատմել են, երբ գիշերը գնացել են ջուր բերելու, նկատել են դիմակավորված մի մարդու։ Սկզբում կարծել են իրենց համագյուղացիներից մեկն է կատակում, բայց հետո հասկացել են, որ անծանոթի հետ գործ ունեն։ Գյուղացիները փորձել են հետևել նրան ու բռնել, սակայն նա հասցրել է փախչել։
Ալ-Հադադ հեռուստաընկերությունը հաղորդել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի Իրաք կատարած այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։ Ղալիբաֆն Իրաքի իշխանությանը ներկայացրել է մի քանի գաղտնի առաջարկ, որոնք ուղղված են Բաղդադի կառավարության եւ Թեհրանի վերաբերյալ զինված խմբավորումների միջև ուղիղ բախումների կանխարգելմանը։ Առաջարկել են, որ խմբավորումները դադարեցնեն գործածել ծանր զենք։ Զենքի մի մասը ժամանակավոր տեղափոխեն Իրան, մինչև քաղաքական համաձայնության հասնելը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ պատերազմը վաղ թե ուշ պետք է ավարտվի։ Լավագույն տարբերակն է դրան վերջ դնել այսօր։ Փեզեշքյանը զգուշացրել է, որ Թեհրանը վճռականորեն կպատասխանի ցանկացած նոր հարձակման։ Նրա խոսքով ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված վերջին համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, որը արժանացել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի միաձայն հավանությանը։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը համարում է Միացյալ Նահանգների տարածք Իրանի նավագնացության նկատմամբ շարունակվող ամերիկյան շրջափակման ֆոնին։ Միացյալ Նահանգների նախագահը նաև կատակել է Իրանի դեմ նոր հարվածների հնարավորության մասին, նշելով, որ դեռ ժամանակ կա։ Նա կրկին մեջբերել է The Snake-ի բանաստեղծությունը, ապա հռետորական հարց ուղղել. պետք է արդյոք կրկին ռմբակոծել Իրանը։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով մինչև ուրբաթ ամերիկացի զինվորականները 68 առևտրային նավ են վերահասցեավորել, ստիպելով դրանց պահպանել շրջափակման պայմանները։ Իր հերթին Թեհրանը Միացյալ Նահանգների տնտեսական նոր պատժամիջոցները որակում է որպես միջազգային իրավունքի խախտում եւ այլ պետությունների նկատմամբ ամերիկյան ինքնիշխանությունը տարածելու փորձ։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, որ Վաշինգտոնը իրավունք չունի օտարերկրյա բանկերին ու ընկերություններին պարտադրել դադարեցնել օրինական առևտուրը Իրանի հետ։ Նրա խոսքով նման երկրորդային պատժամիջոցները միջազգային իրավունքում որևէ հիմք չունեն եւ խախտում են պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը։ Բաղային ամերիկյան նոր պահանջները կապել է նաեւ ծովային շրջափակման հետ, որը Թեհրանը համարում է ռազմական ագրեսիայի ակտ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ երկիրը ներկայում ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է եւ պատերազմը հենց հիմա ավարտելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել։ Նրա խոսքով Իրանը հարգված դիրքում է, իսկ աշխարհը ճանաչում է իր հաղթանակը։ Թրամփը դեմ չէր լինի երրորդ ժամկետով կրկին ղեկավարել Միացյալ Նահանգները։ Նա հայտարարել է, որ ուրախ կլիներ եւս մեկ անգամ առաջադրվել, եթե օրենքը թույլ տար կամ փոփոխվեր։ Մինչև Վաշինգտոնում քննարկվում է Թրամփի հնարավոր երրորդ ժամկետը, ռուս-ուկրաինական ճակատում շարունակվում են հարվածները։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Չեռնոմորսկ եւ Յուժնի նավահանգիստներում ոչնչացրել են ռազմական գույքով պահեստներ եւ ուկրաինական զինված ուժերի համար նախատեսված վառելիքակսուքային պաշարներ։ Դրանից զատ ուկրաինական ԱԹՍ-ները Սամարայի մարզում հարվածել են Օզոնի լոգիստիկ համալիրին, տուժել են մի քանի մարդ։ Ավելի ուշ Օզոն ընկերությունը հայտարարել է, որ ցանցը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ Ֆրանսիայում անոմալ շոկը միլիարդավոր եվրոների վնաս է հասցրել գյուղատնտեսությանը։ Ավելի քան 40-ից բարձր ջերմաստիճանը զգալիորեն նվազեցրել է բերքատվության ու կաթի արտադրությունը, իսկ անասնապահության ոլորտում ավելացել են կենդանիների անկման դեպքերը։ Տեսլան Չինաստանում մոտ 3 միլիոն ավտոմեքենա է հետ կանչել դռների բռնակների գույնի պատճառով։ Ըստ Reuters-ի բռնակների գույնը չափազանց նման է սրահի գույնին, ինչի հետևանքով վթարի դեպքում կարող է դժվար լինել արագորեն գտնել եւ բացել դուռը։ Սա Չինաստանում Տեսլայի ամենախոշոր հետկանչն է։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, մենք կհանդիպենք ժամը 18-ին լուրերի գլխավոր թողարկմանը, առայժմ։